Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, դա ձեզ տալիս է հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը, զանգահարեք ձեր հարցերով 54 89 34 հեռախոսահամարով կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat@tv.am հասցեով։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք կրկին որոշեցինք անդրադառնալ ժառանգական հիվանդություններին եւ ավելի մասնավոր նյարդամկանային ժառանգական հիվանդություններին։ Այս առիթով տաղավար ենք հրավիրել Նաթելլա Կոստանդյանին, բժիշկ գենետիկ, մեր հյուրը դասավանդում է պետական բժշկական համալսարանում, նա նաև գենետիկայի բժշկական կենտրոնն է ներկայացնում, այնպես որ ձեր հարցերը կարծում եմ տեղին են լինելու 54 89 34 է մեր հեռախոսահամարը։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր։ Ժառանգական հիվանդությունների մասին խոսելիս հարցերը շատ տարբեր են լինում եւ հետո էլ մարդիկ էլեկտրոնայինով մեզ բարբերաբար կապի մեջ են լինում եւ հարցեր են ուղղում, հուսամ այսօր կանդրադառնանք նաեւ այդ հարցերին, բայց խնդրում եմ ասեք հատկապես նյարդամկանային ժառանգական հիվանդություններ ասելով ինչ խմբի հիվանդություններ ենք այստեղ նկատի ունենալու, դրանք ցանկացած նյարդային կամ մկանային շեղումներ պարունակող խնդիրներն են, թե ունեն առանձին դասակարգում։ Ընդհանրապես նյարդային եւ կամ նյարդամկանային ավելի շուտ խմբի այդ պատկանող հիվանդությունները բաժանվում են մի քանի խմբերի, առաջի խումբը հենց կոնկրետ առաջնային մկանային դիստրոֆիաներն է, որի վառ օրինակն է դա դյուշենյան միոպաթիան, երբ որ ախտահարվում է հիմնականում առաջնահերթ ախտահարվում է հենց մկանը, որի հետևանքով եւ լինում են խնդիրներ երեխաների մոտ կամ հիվանդների մոտ։ Երկրորդ խումբը դա նյարդային ախտահարումներն են, երբ որ ախտահարվում է նյարդը, որը սնում է կամ աշխատացնում է մկանը, որի հետևանքով է արդեն մկանային թուլություն եւ դիստրոֆիա առաջանում, եւ երրորդ խումբը դա սպինալ կամ ինչպես հայերեն թարգմանելով ասում ենք ողնուղեղային մկանային ամիոտրոֆիան է, երբ որ առաջնային խնդիրը կայանում է ողնուղեղի ախտահարման եւ արդեն երկրորդային ախտահարվում է մկանը, այսինքն մկանային թուլությունը երկրորդային կամ ավելի երրորդային է դառնում։ Եվ առանձին խումբ է կազմում միտոքոնդրիոպաթիաները, բավականին մեծ խումբ է, որը լրիվ առանձնանում է այս երեք խմբերից։ Բժշկուհի, եկեք առանձին դիտարկենք այս խմբերից յուրաքանչյուրը։ Առաջինը դուք նշեցիք հենց միանգամից մկանի առաջնային ախտահարման հետ առնչվող հիվանդություններից, օրինակ այդ դյուշենյան միոպաթիան։ Խնդրում եմ ասեք, թե սա ինչպես է արտահայտ, այսինքն ինչ է տեղի ունենում օրգանիզմում մկանների հետ եւ դա ինչպես է, որ ժառանգական հիվանդությունների մեջ է հայտնվել, ժառանգաբար ինչպես է փոխանցվում։ Դյուշենյան միոպաթիան խնդիրը կայանում է նրանում, որ տեղի է ունենում ինչ պատճառներով մկանների քայքայում, այսինքն տեղի է ունենում գենի դեֆեկտի պատճառով, կա մուտացիա, գենային մուտացիա, որի պատճառով սխալ սպիտակուց է արտադրվում եւ մկանները քայքայվում են։ Ինչ է տեղի ունենում։ Եթե դա կլասիկ դյուշենյան միոպաթիա, ինքը ունի մի քանի տեսակներ, կա մի քիչ ավելի թեթև տարբերակ, որը կոչվում է բեկերյան միոպաթիա, մոտ 2 տարեկան հասակում երեխաները ունենում են մկանային թուլություն, նույնիսկ ծնողները նկատում են, որ եթե առաջ երեխաները ազատ քայլում են, հիմա սկսում են դժվարանալ քայլել եւ դժվարանում են բարձրանալ աստիճաններով, հաճախ խնդրում են, որ իրենց գրկի վերցնել, այսինքն արկա է մկանային թուլություն առաջնահերթ, հետագայում ծնողները կարող են նկատել, որ տեղի ունենում ձկնամկանների կեղծ հիպերտրոֆիա, ինչու կեղծ, որտեղ դա մկանի հաշվին չի լինում, մկանը քայքայվում է, մկանի տեղը գերաճ է լինում ֆիբրոզ եւ ճարպային հյուսվածքի եւ ձկնամկանները մեծանում են, արտահայտված են դառնում, դա երևում է աչքին ծնողների։ Ցավալին նա է, որ այս հիվանդության ժամանակ ախտահարվում են ոչ միայն կմախքային մկանները, այլ նաեւ սրտամկանը։ Եվ խնդիրները, այո, երեխաները 8-10 տարեկանում դառնում են անդամալույց, իրենք հնարավորություն չունեն արդեն ինքնուրույն քայլելու եւ սայլակից են օգտվում,
բայց խնդիրները եւ վաղաժամ մահը, որը մինչեւ 20 տարեկան տեղ ունենում, լինում է հենց սրտամկանի ախտահարման պատճառով կարդիոմիոպաթիայի հետևանքով։ Բժշկուհի, խնդրում եմ ասեք, թե այդ հիվանդությունը երբ կարելի է ախտորոշել եւ ինչպես, այսինքն կան այնպիսի ժառանգական նյութի, փաստորեն այդ ամենը փոխանցվում է երեխային ժառանգաբար։ Այնտեղ ինչ որ գենի հետ կապված փոփոխություններ լինում, թե քրոմոսոմի հետ կապված, նախ դա հասկանանք եւ հետո երբ է դա հնարավոր ախտորոշել եւ ինչպես։ Դյուշենյան միոպաթիան կամ Բեկեր Դյուշեն, Դյուշեն-Բեկեր միոպաթիան ինքը փոխանցում է X-ի հետ շղթայված, սեռի հետ շղթայված, ռեցեսիվ։ Ինչ է դա նշանակում, որ մայրը, երեխայի մայրը առողջ կրող է այդ գենի, գենակիրը եւ փոխանցում է 50% հավանականությամբ իր որդիներին։ Այո, միայն 50% որդիներին։ Աղջիկներին չի փոխանցում։ Աղջիկներին ինքը փոխանցում է, բայց աղջիկները չեն հիվանդանում, իրենք նույնպես մորպես լինում են կրողներ այդ գենի։ Հիվանդ միայն տղաներ ենք մենք ունենում, որտեղ տղաները միայն 1 Հեմոֆիլիայի նման։ Այո, նույն ձևով, ճիշտ նույն ձևով, որտեղ տղաները ունեն 1X եւ այդ 1X-ի վրա ցանկացած գեն, ինքը լինի ռեցեսիվ թե դոմինանտ, ինքը արտահայտվում է։ Դրա համար տղաները ախտահարվում են։ Բայց 50% դեպքերում դա լինում է նոր մուտացիա, այսինքն մայրը կարող է կրող չլինել, բայց ունենալ հիվանդ որդի։ 50% դեպքերում դա նոր մուտացիա է, որը տեղի ունենում կոնկրետ կամ ծվաբջջում, կամ սպերմատոզոիդում, ծվաբջջում հիմնականում, քանի որ X-ը մամայից է ստանում տղան, այդ կոնկրետ այդ ծվաբջջում փոփոխության հետևանքով։ Այո։ Իսկ այդ փոփոխության պատճառները հայտնի են։ Ասենք թե մոր ինչ որ տարիքը, նրա տարած հիվանդությունները, էկոլոգիական, չգիտեմ, տարբեր ազդեցությունները, գործոնների։ Դա բնական մուտացիա է, որը կատարվում է ցանկացած գենի, ոչ որևէ կերպ ինքը ինչ որ հետևանքներից չի լինում, դա որպես բնական մուտացիա ժամանակ առ ժամանակ տարբեր գեների, տարբեր քրոմոսոմների լինում են մուտացիաներ եւ այս դեպքում լինում է մուտացիա հենց այդ դիստրոֆին գենի վրա, որի պատճառով լինում են նման խնդիրներ։ Այս դեպքում ինչպես է ախտորոշում, եթե մենք ունենք արդեն ինչ որ ախտանիշներով երեխա, առաջինը ում են դիմում, դա մանկաբուժին կամ հետագայում նյարդաբանին։ Նյարդաբանները տեսնելով կլինիկական ախտանիշները ուղարկում են էլեկտրոմիոգրաֆիայի, այսինքն մկանների պատկերը ստանալու, այս կծկողականությունը եւ արդեն այնտեղ երևան, որ առաջնային մկանային ախտահարում կա։ Բացի դա արյան մեջ կարելի է հայտնաբերել այսպես կոչված կրեատին ֆոսֆոկենազա ֆերմենտը։ Այո։ Ինքը ցույց է տալիս հենց մկանների քայքայման աստիճանը։ Սկզբնական շրջաններում առաջի ամիսներին եւ տարիներին ինքը այնքան բարձր է, բայց եթե հիվանդությունը արդեն 2-3 տարվա ընթացք ունի, բավականին բարձր ցուցանիշներ ենք ունենում եւ դա արդեն, կարելի ասել 70%-ով հաստատում է հիվանդությունը։ Պլյուս այդ կլինիկական նշանները, որը շատ կլասիկ են, եւ իհարկե մենք ունենք այժմ վերջնական ախտորոշման համար DNT ախտորոշում, մեր կենտրոնը իրականացնում է այդ հետազոտությունը արյան միջոցով մենք կարողանում ենք պարզել այդ գենի մուտացիաները հայտնաբերել, որովհետև ինքը բավականին մեծ գեն է եւ տարբեր հատվածների այդ փոփոխությունները մենք կարողանում ենք արդեն ծնված երեխայի մոտ։ Այո, ծնված, քանի որ դիմում են սկզբնականում առաջնային դիմում է հիվանդի կապակցությամբ, հիվանդի մոտ հիվանդությունը ախտորոշելու համար, որը ավելի շատ լինում է 2 տարեկանից 2 տարեկանից հետո ծնողները այո նկատում եւ դիմում են բժշկի։ Բժշկուհի, իսկ հնարավոր է նման խնդիրը օրինակ գտնել, հայտնաբերել մինչև երեխայի ծնվելը, ասենք թե մոր գենետիկան ուսումնասիրելով, մոր DNT-ն ուսումնասիրելով, տեսնել, որ նա կրողն է եւ հավանական է, որ տղա երեխային փոխանցի, թե դա այդքան էլ նպատակահարմար չէ, որովհետեւ հնարավոր է փոխանցի, հնարավոր է ոչ։ Դա բավականին նպատակահարմար է, բայց դա կարող ենք մենք անել միայն այն դեպքում, եթե ունենք ընտանեկան պատմություն։ Այո։ Այսինքն, եթե ընտանիքում արդեն արկա է ինչ-որ հիվանդ երեխա կամ օրինակ կարող է լինել հենց ապագա մամայի եղբայրը ախտահարված լինի կամ քեռին, այսինքն մայրական գծով տղաները, եթե մենք ունենք ընտանեկան պատմություն, այդ դեպքում մենք կարող ենք որոշել, այո, արդյոք մայրը կրող եղել, թե դա առաջնային մուտացիայի հետևանքով է այս երեխան հիվանդ, եթե մայրը կրող է, մենք հնարավորություն ունենք անելու պրենատալ ախտորոշում, այսինքն որոշել արդյոք պտուղը ախտահարված է թե ոչ, բայց մենք դա անում ենք միայն այն դեպքում պրենատալ ախտորոշումը նպատակահարմար է, եթե մենք ունենք տղա
արական սեռի պտուղ։ Այո, միայն քանի որ աղջիկները կարող են, մենք աղջիկներին չի սպառում եւ իհարկե եթե մայրը ցանկանում է այդ անցկացնել, որտեվ ինքը կարող է իմանալ վտանգների մասին, բայց այնուամենայնիվ ուզենա այդ երեխային ունենալ։ Ինչպես է կատարվում այդ պրենատալ ախտորոշումը, ընդհանրապես հնարավոր է 8-ից 12-րդ շաբաթում անել խորիոնի բիոպսիա, որը վաղ ժամկետներում կամ 15-16-րդ շաբաթականներում անել ամնիոցենտեզ, այսինքն արվում է պունկցիա, վերցվում են հարպտղային այդ ջրերը եւ այնտեղ պտղի դնեթեն է հետազոտվում եւ որոշում է արդյոք պտուղը ունի այդ գենը թե ոչ։ Հայաստանի պայմաններում մենք անում ենք միայն ամնիոտիկ հեղուկի հիման վրա, որովհետև մի քիչ այսինքն հենց պտղին չեք կպնում, միայն շրջապատի հեղուկը։ Եվ դա որևէ վտանգ կարող է ներկայացնել պտղի համար, թե ոչ, եւ եթե որոշում է, ասենք թե ծնողը ուզում է հասկանալ իրավիճակը, որ փուլում է հնարավոր դա հղիության իրականացնել, որ լինի ամենաանվտանգը։ Ամնիոցենտեզը կատարվում է 15-16-րդ շաբաթականներում եւ ինչպես ցանկացած միջամտություն, նույնիսկ թեթև ներարկում, այսպես ասած, ինքը ունի իր վտանգները, այսինքն ռիսկային ինչ-որ տոկոսներ կան, բայց հմուտ գինեկոլոգի ձեռքերում դա տոկոսները մինիմալացնում են եւ 1%-ից ցածր է վտանգները ամնիոցենտեզի, դա կարող է լինել ընդհանուր միջև ընդհատում իհարկե հղիության, եթե բարդությունը լինի, բայց ասում եմ ռիսկը 1%-ից պակաս է հենց ամնիոցենտեզի խնդիրները։ Հասկանալի է։ Բժշկուհի, եւ ինչ է տալիս։ Ասենք թե մայրը շատ անհանգստանում է, ընտանիքը ուզում է նախապես իմանալ եւ հենց պրենատալ, այսինքն պտղի փուլում, հա, հղիության փուլում որոշում է այդ հիվանդությունը, ասենք թե հայտնաբերվեց, որ այո, տղա երեխան նույնպես այդ գենի կրողն է եւ հետեւաբար կլինի հիվանդության նաեւ կրողը։ Դա տալիս է հնարավորություն, ասենք թե այդ նույն պտղային փուլում, սաղմնային փուլում նաեւ ինչ որ բուժման միջոցառումներ սկսել կամ գոնե ավելի բարդ իրավիճակները կանխարգելելու միջոցառումներ, թե դա պարզապես ինֆորմացիա է եւ ծնողներին ընտրության առջև է կանգնեցնում ունենալ ի վերջո այդ երեխային, թե ոչ, դա նրանց իրավունքն է եւ ընտրությունը։ Ցավոք սրտի այս փուլում Դյուշենյան միոպաթիան չի բուժվում։ Ընդհանրապես ինքը համարվում է ծանր անբուժելի հիվանդություն, բուժման մեթոդները թույլ չեն տալի լրիվ հիվանդությունը վերացնել։ Այն բուժումը, որը արվում է, դա ուղղակի մի փոքր լավացնում է կյանքի որակը եւ երկարացնում է կյանքը, բայց ինքը 100%-ով չի վերացնում այն խնդիրը, որը կա, այսինքն երեխան մեծանում է, ինքը իհարկե կարողանում է ավելի մեծ տարիքի հասնել, բայց դա բավականին սահմանափակ է, իսկ սաղմնային փուլում մենք ցավոք սրտի առայժմ ոչ մի միջամտության հնարավորություն չունենք, դա միայն իմանալու համար է, այո, արդյոք երեխան ախտահարված է թե ոչ եւ ըստ ծնողների ընտրությամբ պահպանվում կամ ընդհատվում է հղիությունը։ Բժշկուհի, իսկ եթե ընտանիքում մի երեխայի մոտ արդեն հայտնաբերվել է այդ հիվանդությունը, ինչ է խոսում այս դեպքում գենետիկան, հա, իր օրենքներով, հավանականությունը որքան է, որ նույն ընտանիքի, նույն սերնդի մյուս երեխաների մոտ էլ դա կհանդիպի տղա երեխաների բնականաբար արդեն եւ ասենք թե եթե երեխան երկվորյակ երեխաներից մեկն է, նրա եղբոր մոտ նույնպես մեծ է հավանականությունը, թե եթե տարաբջիջ երկվորյակներ են հնարավոր է եւ չլինի։ Այո։ Եթե միաձևանի երկվորյակներ են, միանշանակ իրենք ունեն նույն գենոտիպը, այսինքն դա լինելու է, այո։ Եթե ոչ, այսինքն դեղ երկձվանին դա էլի 50% հավանականությամբ կարող է լինել։ Իսկ կկրկնվի թե ոչ, էլի կախված է նրանից արդյոք մայրը կրող է, թե դա նոր մուտացիա։ Եթե նոր մուտացիա է, հավանականությունը կրկնվելու շատ քիչ է նույն ընտանիքի սահմաններում, այսինքն ընդհանուր պոպուլյացիոն հավանականություն, ինչպես եղավ պատահական, այդպես էլ կարող է լինել, քիչ է հավանականությունը, բայց եթե մայրը կրող է, 50% հավանականություն կա եւ դա բավականին բարձր հավանականություն է, շատ բարձր հավանականություն։ Այո։ Անցնենք երկրորդ խմբին, որը նյարդային տարբերակն է, այսինքն սկզբից ժառանգականության հետևանքով փաստորեն ախտահարվում է նյարդը, որը նորից բերում է մկանային խնդրի։ Սրա օրինակը ո՞րն էր հիվանդության։ Օրինակ կա նյարդային ամիոտրոֆիա շարկոմարիա, այդպես է կոչվում, ինքը հիմա շատ
մեծ խումբ է հիվանդությունների, առաջ մենք որպես մեկ ախտորոշում էինք ասում, բայց ինքը հիմա տարանջատվել է տարբեր ենթաձևերի, բնորոշվում է նրանով, որ ախտահարվում է նյարդը, որի պատճառով լինում է էլի մկանային թուլություն եւ դիստրոֆիա։ Ավելի շատ այստեղ ի հայտ է գալիս քայլվածքի խանգարումը սկզբնական շրջանում։ Որ տարիքում բժշկուհի։ Տարբեր էլի ինքը միասեռ չի այդ հիվանդությունը, ինքը կարող է սկսվել դեռահասային տարիքում, մի փոքր վաղ կամ ավելի ուշ, դեպի 20 տարեկան, 20 տարեկանից հետո, եւ ունի ինչով են բնորոշում ընդհանրապես բոլոր ժառանգական հիվանդություն եւ հատկապես այս նյարդամկանայինները, որ իրենք բոլորը պրոգրեսիվող են։ Իրենք բավականին ակտիվ պրոգրեսիվող հիվանդություն է եւ շատ շուտ բերում են մարդկանց անաշխատունակության անկման եւ անդամալուծին։ Այո։ Այս դեպքում նույնպես X քրոմոսոմի հարցն է։ Ինքը կարող է լինել տարբեր։ Այս շարկոմարին ինքը լինում է, կարող է լինել աուտոսոմ ռեցեսիվ, այսինքն երկու առողջ ծնող, բայց գենակիր, կարող են ունենալ հիվանդ երեխաներ, արդեն սեռը տարբերություն չկա, ցանկացած սեռի երեխա կարող է ախտահարվել։ Կարող է լինել աուտոսոմ դոմինանտ, այսինքն ծնողներից մեկը արդեն տառապում է այդ հիվանդությամբ, բայց քանի որ ինքը վաղ չի սկսվել եւ մահացու չի այդ տարիքում, իրենք հասցնում են ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, այն օր դրա համար եւ երեխաները կարող են ախտահարված լինել։ Կարող է լինել էլի սեռի հետ շղթայացված ռեցեսիվ, այսինքն նույն ձևի մաման կարող է լինել կրող եւ ախտահարվեն միայն տղաները, դա ավելի հազվադեպ հանդիպող ձևն է։ Իսկ հավանականություն, օրինակ կան խնդիրներ, որ ասում են, չէ, 4 սերունդը մեկ կարող է արտահայտվել կամ յուրաքանչյուր սերնդում կարող է արտահայտվել, դա նույն այդ տոկոսներով արտահայտվող հավանականությունն է, թե ուրիշ միավոր ունի չափման եւ Գիտեք, ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք ինչ-որ տոկոսների մասին կամ ստատիստիկա մասին, չէ՞ որ ստատիստիկան դա անցյալն է։ Այսինքն ինչ-որ բան, ինչ-որ եղել է, հաշվել են։ Ապագան դա միշտ մութ է։ Նույն ձևի, երբ որ հիվանդին բացատրում ես, որ կա 25% հավանականություն, թվում է այսպես, մեկ հիվանդ երեխա ունեցա, ուրեմն հաջորդը 75%-ի մեջ կլինի, որոնք առողջ են լինելու, բայց 25%-ը ամեն երեխայի հավանականությունն է, այսինքն բարձր է հավանական։ Հենց այդ պահներ, որ ես կուզեի, որ հեռուստադիտողները ընդունեին, որ եթե բժիշկը ասել է այսքան տոկոս է 25 կամ 50% հավանականությունը, դա չի նշանակում, որ երկու երեխաներից մեկը կունենա, մյուսը չի ունենա։ Պարզապես երկրորդն էլ ունի 50% շանս դա ունենալու կամ չունենալու։ Բժշկուհի, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ, բժշկուհի ջան։ Բարև ձեզ։ Հարցս այսպեսին է։ Մի փոքր քաղաքական ենթատեքստ ունի, բայց հիմնական բժշկական առումով։ Ուզում եմ հարցնեմ, արդյոք հնարավոր է արհեստական այդ հիվանդությունը զարգացնել, որպեսզի, ասենք, ազգը քայքայել, հիվանդացնել եւ մահացնել։ Արհեստական ձևով հնարավոր է այդ հիվանդությունը տարածել ժողովրդի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արհեստականորեն կարելի է գեների վրա ազդել, քրոմոսոմների վրա ազդել, ընդհանրապես։ Բնությունը իր գործը արդեն անում է, կարիք չկա արհեստական այդ ամեն ինչ անի, այսինքն մուտացիաները այնքան շատ են տեղի ունենում բնության մեջ, ինքնաբերաբար մուտացիաները, որոնք բերում են տարբեր ծանր հիվանդությունների, որ արհեստականի տեղ արդյոք չի մնում։ Արհեստական կարելի է ինֆեկցիաները տարածել, բայց ժառանգականության վրա ազդել արհեստական դա բավականին ուժեղ ինչ-որ ազդակներ պետք է լինեն, իմ կարծիքով դա ոչ։ Այսինքն բժշկուհի, այն շատ ինֆորմացիան, հա, որ ինտերնետում մարդիկ հանդիպում են, գուցե եւ մեր հեռուստադիտողներ ինչ որտեղ կարդացել է եւ այդ մտավախությունը առաջացել է գուցե այդ տիպի հոդվածներից, որ գենային մուտացիաների ենթարկված սննդամթերք ենք մենք ուտում, այս պոմիդորները, որոնց մեջ սպիտակ ջղեր են երևում այդքան մեզ անհանգստացնող, հա, սա գենային ինժեներիայի արդյունք է, մուտացված է եւ այլն, դրանք օրինակ կարող են ազդել մարդու ժառանգական նյութի վրա, կարող են բերել ի վերջո թեկուզ ոչ այսօր կամ վաղը, այլ ասենք թե 50 տարի հետո մեր ժառանգականության մեջ, մեր գենի մեջ ինչ-որ փոփոխության։ Իրենք կարող են բերել փոփոխության, բայց սոմատիկ մուտացիաների, այսինքն կոնկրետ օրգանի կամ կոնկրետ այդ մարդու օրգանիզմի վրա ազդեն, բայց ոչ այնպիսի մուտացիաներ, որոնք հետագայում փոխանցվեն հաջորդ սերնդին։
Այո։ Դա այդպես, այսինքն այո, դա ազդում է իհարկե մեր օրգանիզմի վրա, ֆիզիկական մեր Այսինքն ազգը վերացնելու խնդիր այստեղ չի դրվում։ Կարելի է ազգը թունավորել, բայց ոչ գենետիկորեն վերացնել։ Հասկանալի է։ Դա չի ազդում գենետիկորեն, այնպես որ մենք փոխանցենք այդ հիվանդությունը հաջորդ սերունդներին։ Այո։ Մենք անցնենք հաջորդին, հա, բժշկուհի, դա ողնուղեղային տարբերակն է։ Սա որ հիվանդությունն է, եթե ավելի տեսանելի հա լինի մարդկանց համար, թե ինչի մասին ենք ողնուղեղային ամիոտրոֆիաները պայմանավորված են անմիջապես ողնուղեղի ախտահարումով, այսինքն այստեղ ոչ թե մկանն է ախտարում, ոչ թե նյարդը, այլ գալիս է խնդիրը ողնուղեղից, որ այնտեղ ախտահարում։ Ինչու է սա կոչվում ամիոտրոֆիա, նախորդները դիստրոֆիա։ Որովհետև հենց բերում է ամիոտրոֆիա, հետ աճի։ Այո։ Ինքը ողնուղեղի ախտահարման պատճառով բերում է այդ խնդրին, հետ աճին։ Այս հիվանդությունը էլի բավականին մեծ խումբ հիվանդություններ են, տարբեր տարիքում են արտահայտվում, տարբեր ձևեր կարող են ընթանալ, բայց ամենածանր ձևը, այդ մանկական կամ նորածնային ձևը, առաջ մենք անվանում ենք դա Վերնիգ-Հոֆմանի հիվանդություն, այժմ դա անվանվում է ուղղակի առաջի տիպ, նորածնային տիպ, եւ հիվանդության սկիզբը ծնողների կամ բժիշկների կողմից նկատելի է դառնում 2-ամսական հասակից նույնիսկ։ Կան մայրիկներ, որ նկատում են մինչ այդ էլ, ասում են, որ պտղի խաղը բավարար չէր, այսինքն այդ մկանային թուլությունը արդեն ներարգանդային կյանքում զգալի է լինում, այո։ Ինչով է բնորոշում այստեղ, չկա երեխայի մոտ մտավոր խնդիրներ, այսինքն ինքը նորմալ մտավոր զարգանում է, բայց չունի հնարավորություն մարմինը շարժելու, վերջույթները շարժելու եւ ցավոք սրտի մահը բավականին շուտ է լինում մինչեւ 1 տարեկան հասակը շնչառական խնդիրներից, քանոր որ էլի ախտահարվում են, հա, ասենք երկրորդային, երրորդային փուլով ախտահարվում են մկանները եւ կրծքավանդակի այդ էքսկուրսիան խանգարված է լինում եւ շնչառական խնդիրներից երեխաները մահանում են։ Այս հիվանդությունը ունի այլ ժառանգման ձև։ Ինքը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվ, միջև այդ խոսեցինք, այսինքն երկու ծնողները լինում են գենակիր, այո, առողջ գենակիրներ եւ 25% հավանականությամբ ամեն երեխան կարող է ունենալ այս հիվանդությունը։ Ցանկացած սեռի, փաստորեն։ Այո, ցանկացած սեռի։ Բժշկուհի, սա նույնպես հնարավոր է պրենատալ փուլում ախտորոշել եւ սրա դեպքում նույնպես առայժմ չկան բուժման օգտակար մոտեցումներ։ Չէ, ցավոք սրտի, եթե մենք դյուշենյան միոպաթիայի համար ասում ենք, որ ինչ որ ձևերով կա հորմոնային թերապիա, որ կարելի է կյանքը երկարացնել, մի քիչ որակը բարելավել, այս հիվանդության դեպքում մանավանդ այդ վաղ տիպի ժամանակ չկա բացարձակ ոչ մի բուժման մեթոդներ եւ մենք հնարավորություն ունենք այո պրենատալ ախտորոշման նույնպես եթե ունենք ընտանեկան պատմություն։ Եթե չկա ընտանեկան պատմություն, մենք չգիտենք ինչ հիվանդություն փնտրել, մենք չենք կարող կանխորոշել, կանխատեսել։ Մենք չենք կարող բոլոր հիվանդությունների համար հղիին կամ պտղին հետազոտել, որ պարզաբանենք արդյոք իր գեներում կա այսպես հիվանդություն եւ դրա պատճառով ինքը կարող է ունենալ այսինչ տոկոս հավանականությամբ հիվանդ երեխաներ։ Եթե կա ընտանեկան պատմություն, կա հնարավորություն հաջորդ երեխայի հիվանդ երեխայի կանխել։ Ես հենց դա էի ուզում հարցնել բժշկուհի, հիմա մեզ հավանաբար նաև շատ հղիներ են լսում կամ ասենք նրանց ընտանիքի անդամները, հարազատները, այնպիսի տպավորություն չստեղծվի, որ բոլորը պետք է գնան այս գենային բոլոր հետազոտություններն անցնելու, հատկապես որ դրանցից որոշները եթե պրենատալ փուլում հենց պտղի շրջանում են, հա, անցկացվում, հնարավոր է նաև թեկուզ քիչ տոկոսներով, բայց որոշակի բարդություններ առաջացնեն երեխայի կյանքի պահպանության համար ընդհանրապես։ Եվ փաստորեն ձեր խոսքով այն հղիները պետք է գնան նման տիպի հետազոտությունների, որոնք ռիսկային խմբում են, հա, եթե այսպես ձևակերպենք եւ ընտանիքում ունեն որոշակի պատմություն տվյալ հիվանդությունների մասին եւ հաջորդ սերունդների համար կամ հենց տվյալ երեխայի համար, որ պետք է որոշել նա կրող է լինելու թե հիվանդ է լինելու թե ինչպես եւ ամենավերջինը միտոքոնդրիոպաթիաներ, հա, սա միտոքոնդրիումների հետ կապված ինչ որ բան։ Այո, բացարձակապես։ Բոլոր տեսակի բջիջների թե որոշակի խմբի բջիջների միտոքոնդրիումներն են ախտահարում։ Բոլոր միտոքոնդրիումները
Միտոկոնդրիումներին լավ ծանոթ եք։ Մեր հեռուստադիտողներն էլ հուսամ արդեն ծանոթ են, որովհետև պարբերաբար դրանք բջջային օրգանոիդներ են։ Այո, օրգանելները կա վարկած, որ իրենք առաջ առանձին են ապրել մեր բջիջներից եւ ժամանակավոր հարևաններին, բայց հետո բավականին լավ բարեկամ տեղավորվել են եւ սկսել են միասին աշխատել մեր բջջի։ Նաեւ ժառանգական նյութ են կրում։ Այո, իրենք ունեն առանձին դնեթե, միտոկոնդրիալ դնեթե, եւ եթե միտոկոնդրիոպաթիաները այն հիվանդություններ են, որոնք առաջանում են հենց միտոկոնդրիումների ֆունկցիայի խանգարման պատճառով։ Միտոկոնդրիումները կատարում են էներգիայի արտադրման ֆունկցիա, այսինքն եթե բջջում կա խնդիր միտոկոնդրիու ֆունկցիայի հետ, բջիջը չի կարողանում աշխատել, այսինքն էներգիա չկա, ուժ չկա, բջիջը նորմալ չի աշխատում եւ նայած որ բջիջներում են ախտահարված միտոկոնդրիումները, այդ բջիջները վատ են աշխատում։ Բացի միտոկոնդրիոպաթիաները, միտոկոնդրիումները երևի արդեն ծանոթ եք, իրենք համարյա բոլոր բջիջներում կան։ Դրա համար միտոկոնդրիոպաթիաների ժամանակ մենք էներգիայի աղբյուրն են, ամենատարրական գիտելիքներով, օրգանիզմի եւ հենց կոնկրետ բջջի եւ ամբողջ օրգանիզմի էներգիայի, այո, աղբյուրն են, եւ եթե չկա էներգիա, չկա ֆունկցիա բարձր այդ բջջի։ Եվ քանի որ միտոկոնդրիումները բոլոր բջիջներում գրեթե կան, այսինքն այս հիվանդությունների ժամանակ կարող են ախտարվել ցանկացած օրգան համակարգեր։ Եվ մկանները, եւ նյարդերը, եւ ներքին օրգանները, ասենք, որովհետեւ ցանկացած փաստորեն սա մեր այս քննարկածներից ամենածանր տարբերակն է, եթե այդպես է ստացվում, այո։ Այսինքն կենտրոնական նյարդային համակարգը նույնպես կարող է ընդգրկվել, իսկ դրանք որոշակի, ասենք թե հիվանդության սկզբում որոշակի օրգանն է սկսում տուժել, հետո տարածվում են նաև մյուսների շրջանում այդ նշանները, թե համատարած միաժամանակ եւ նույն աստիճանի տուժում են բոլոր բջիջների, բոլոր հյուսվածքների բջիջների միտոկոնդրիումները։ Ուրեմն միտոկոնդրիոպաթիաներով բավականին վերջերս շատ կարճ ժամանակ է, ինչ ամբողջ աշխարհում հետաքրքրում են այդ հիվանդություններով եւ մենք դեռևս նույնիսկ արտասահմանում լիովին պատկեր չկա այդ հիվանդություններին հաճախականության նույնիսկ մասին, որովհետև շատ անգամ այս հիվանդությունները լինում են քողարկված այլ դիագնոզների տակ են ընթանում եւ որպես ուրիշ հիվանդություններն են վարվում բժիշկների կողմից։ Այսինքն ախտորոշումը դեռ հստակ չի լինում։ Այո, հստակեցված ախտորոշում էլ չկա բավականին, հենց մեր խնդիրը այժմ մեր գենետիկայի կենտրոնը ունի ծրագիր, որը իրականացնում ենք, դա Oxfos ծրագիրն է, որը հենց ուղղված է, մենք ուզում ենք Հայաստանի եւ Վրաստանի տարածքներում պարզաբանել արդյոք ինչ հաճախականությամբ է հանդիպում այս հիվանդությունը։ Դրա համար մենք այդ ծրագիրը իրականացնում ենք, անում ենք սկրինինգ տարբեր հիվանդների, ընտրում ենք որոշակի խումբ հիվանդների, ավելի խորն ենք իրենց հետազոտում, ցավոք սրտի չկա բուժման մեթոդներ հիմա ամբողջ աշխարհում, բոլոր բուժման մեթոդները ուղղված են ուղղակի մի քիչ թեթևացման, էլի կյանքի որակի բարելավման, մի քիչ երկարացման վրա, բայց չկա հստակ սահմաններ, թե որն է սկիզբը, որն է վերջը։ Հիվանդություն միտոկոնդրիոպաթիաները բավականին մեծ խումբ հիվանդություններ են եւ օրինակ մենք ունենք նրանք այդպես կոչված կոչվում է Մենկեսի հիվանդություն կամ Լեբերի ակնային այդ նյարդի տեսողական նյարդի ատրոֆիա։ Ինչով է բնորոշում։ Այո, այս միտոկոնդրիոպաթիաների ժամանակ էլ կարող է լինել մկանային թուլություն, որպես առաջնային, ասենք, ախտանիշ, բայց կարող է սկսվել այլ խնդիրներով, նյարդային համակարգի ախտահարման խնդիրներով, կարող է լինել կաթվածանման դրվագներ, հա թվա թե դա ինսուլտ է, բայց դա չլինի անոթների հետ կապված ինչ-որ խնդիր, կարող է լինել ցնցումներ, անհասկանալի կամ այլ մկանային թուլության տարբերակներ, սպազմեր, ինֆանտիլ սպազմեր կարող են լինել էնդոկրին համակարգի ախտահարում, ընդհանուր մինչև դիաբետ կամ այլ էնդոկրին խանգարումներ, շատ են ակնային տեսողության փոփոխություն կարող է, օրինակ հենց Լեբերի ատրոֆիա ժամանակ կարող է 1-2 ամսվա ընթացքում կուրություն լինել հիվանդի մոտ, իսկ պատահական
զգացում է, որ թուլություն է տեսողության եւ 2 ամսվա մեջ պացիենտը կորցնում է լրիվ տեսողությունը, այսինքն ատրոֆիայի հետևանքով։ Այո, բժշկուհի, նախորդ հիվանդությունների դեպքում, քանի որ սրանց դեպքում կյանքի տևողությունը կարճանում է, կարելի է ասել, որ հիմնականում մանկական տարիքում է, որ արտահայտվում է, սրանում է հիվանդությունը եւ ավարտ է ունենում, ասենք թե կամ շարունակվում է, երբ մենք խոսում էինք Դյուշենյանի մասին, այո։ Դեռահասային տարիքում արդեն մինչև 20 տարեկան Դյուշեն։ Իսկ ովքեր էին, որ կարող էին երեխա ունենալ, նյարդային, չէ, ողնուղեղայինի ձևով։ Նյարդայինի ժամանակ։ Եթե միայն նյարդային, այո, մի քիչ ավելի։ Այս դեպքում, այս միտոքոնդրիումների հետ կապված խնդրի դեպքում նույնպես դրանք վաղ են արտահայտվում, թե հնարավոր է, ասենք թե 60 տարեկանում մարդու մոտ դա ի հայտ գա, այդ ասենք թե տեսողության խնդիրը։ Այո, ուրեմն կարող է լինել ծնված օրվանից մինչև ձեր ասած 60 տարին։ Ինչպես է որ այդ ժառանգական խնդիրը, փաստորեն, մենք խոսում ենք ժառանգական հիվանդությունների մասին, այդպես լուր մնում է եւ 60 տարեկանում որոշում է արտահայտվել։ Դա նույնպես կապվում է իմունային համակարգի ընդհանուր վիճակի հետ կամ օրգանիզմի ծերացման հետ, ինչն է նրանց ստիպում լռել այդքան տարիներ եւ հետո արտահայտվել։ Բավականին դժվար է կողմնորոշվել, լիովին պարզ չէ ինչու է այդպես, իմ անձնական կարծիքը լուր չի մնում գենետիկան, ուղղակի ինքը շատ դանդաղ է ամեն ինչ անում, բացահայտ կլինիկական ախտանիշներ չկան, դրանից է, այսինքն կան ինչ-որ փոփոխություններ օրգանիզմում, որոնք վառ դառնում են որոշ տարիներ, ինքը բավականին, եթե ինքը ուշ է արտահայտում, ինչը հետաքրքիր միտոկոնդրիոպաթիաների ժամանակ, որ եթե ինքը ուշ է լինում, այսինքն 20 տարեկանից հետո, ինքը բավականին դանդաղ պրոգրեսիվող է, տարիների, տասնյակ տարիների ընթացքում է ավելանում, ինչքան շուտ է սկսում, այնքան ավելի պրոգրեսիան արագ է։ Հասկանալի է, հասկանալի է։ Բժշկուհի, խնդրում եմ սրա դեպքում նույնպես ասեք, թե ով է կրողը եւ ով է ում փոխանցում եւ ով կարող է դառնալ հենց հիվանդ եւ կամ կրող։ Միտոկոնդրիոպաթիաները տարբեր պատճառներից կարող են լինել, կարող է բուն հենց միտոկոնդրիալ դնեթեն ախտահարվի։ Այո։ Այդ ժամանակ ախտահարվում են 2 սեռի ներկայացուցիչները, բայց հիվանդությունը կարող է փոխանցել միայն հիվանդ կինը։ Նորից տղային, թե նաև աղջկան։ Բոլորին։ Հիվանդ մայրը փոխանցում է բոլոր իրեն երեխաներին, որովհետև միայն ձվաբջջի մեջ կա միտոքոնդրիումներ եւ ինքը միայն ձվաբջջի միջոցով կարող է այդ միտոքոնդրիումները փոխանցել բոլոր երեխաներին։ Սպերմատոզոիդների մեջ մենք ունենք միայն կորիզային դնեթեն, միտոքոնդրիալը չկա, բայց ախտահարում են 2 սեռի ներկայացուցիչներ։ Եթե դա միտոքոնդրիալ դնեթեի հետ չի կապված, ախտահարումը կարող է ֆունկցիան խանգարվի ոչ միտոքոնդրիալ դնեթեի ախտահարումից, դա կարող է լինել աուտոսոմ ռեցեսիվ, իսկ դեպքերի հիմնական մեծ մասը լինում է սպորադիկ։ Այսինքն պատահական լինում է տեղի ունենում փոփոխություն, դժվար է ասել այդ փոփոխությունը հետագայում կփոխանցվի հաջորդ սերնդին, որովհետև հիվանդությունները բավականին ծանր են լինում եւ այդ հիվանդները շատ քիչ դեպքերում են ընտանիք կազմում եւ հետագայում սերունդ ունենում, որ մենք տեսնենք այդ սպորադիկ առաջացած այցոք կփոխանցվի հաջորդ սերնդին։ Բայց եթե առաջացել է, այո, հնարավորություն կա փոխանցելու, եթե դա էլի մայրական դնեթեում է փոփոխությունը կատարվել։ Հասկանալի է։ Բժշկուհի, մենք էլեկտրոնայինով նույնպես հարց ունենք, հեռուստադիտողը գրում է, խնդրում եմ ասեք այս թեմայի մեջ որքան է տեղավորվում մանկական ուղեղային կաթվածը, դա նույնպես ժառանգական բնույթ է կրում եւ կարելի է արդյոք ախտորոշել երեխայի մոտ դեռ չծնված ժամանակ հղիության ամիսներին, թե նման խնդիր զարգանալու է նրա մոտ, թե ոչ։ Մենք այս հիվանդությանը պարբերաբար անդրադարձել ենք նաև մանկաբույժների հետ, նեղ մասնագետների հետ, բայց գենետիկական առումով հետաքրքիր է, ինչ կասեք։ Չէ, մանկական կաթվածը իհարկե ժառանգական հիվանդություն չէ, ինքը ավելի շատ հղիության եւ ծննդաբերության հիվանդություն է, այսինքն խնդիրները ի հայտ են գալի կոնկրետ հղիության ժամանակ ու հատկապես վաղաժամ ծնունդների եւ թթվածնային քաղցի հետևանքով եւ այլ իրենք մեկ ընտանիքի սահմաններում չեն կրկնում, այսինքն եթե մենք ունենք մեկ ընտանիքում 2 երեխա ում ախտորոշվել է այդ մանկական կաթված, նշանակում է որ ախտորոշումը կամ մեկից սխալ է կամ երկուսի մոտ էլ այդ հիվանդությունը չէ։ Չի լինում մեկ ընտանիքում երկու։ Այսինքն չի լինում, որ երկուսի մոտ էլ հանկարծ ծննդաբերության ժամանակ նման նույն խնդիրը չի կարող առաջանալ։ Ամեն դեպքում
գրականությունը նման դեպքեր չի բերում։ Հասկանալի է։ Բժշկուհի, էլի ունենք հարց այստեղ էլեկտրոնայինով, հեռուստադիտողը գրում է երեխան մոտավորապես 4 ամսական է, նրա մոտ ուղեղում կիստաներ են հայտնաբերվել եւ բժիշկները ասել են, որ դա նրա զարգացման վրա խիստ ազդեցություն է ունենալու եւ շատ մեծ առողջական խնդիրների առջեւ է կանգնելու երեխան։ Խնդրում ենք ասել հնարավոր չէր նման խնդիրները գտնել, տեսնել հղիության ընթացքում եւ ընդհանրապես կիստաները ինչ են իրենցից ներկայացնում, չգիտեմ, սա գենետիկայի հետ ինչքան է կապվում։ Սա ավելի շատ նյարդաբանների կամ նյարդավիրաբույժներին վերաբերող հարց է։ Մի փոքր ինչքանով ես կարող եմ պարզաբանել։ Կիստաները, եթե առաջանում են, նշանակում է, որ ուղեղանյութը սխալ է զարգանում կամ ինչ պատճառներով ավելցուկ հեղուկ է հավաքում եւ կապսուլավորում է, որպես կիստա է ձևավորվում։ Դա տարբեր պատճառներից կարող է լինել։ Կարող է ժառանգական խնդիրների պատճառներով ուղեղում առաջանան կիստաներ, բայց իրենք առաջնային ախտանիշները չեն։ Այսինքն էլի այլ բաներ էլ պետք է ունենա հիվանդը, որ մենք ենթադրենք, որ դա ժառանգական պատճառն է։ Հղիության ընթացքում ինչքանով է հնարավոր, վերջին ամիսներին բավականին լավ երեխայի ուղեղը երևում է ուլտրաձայնային հետազոտության վրա եւ եթե բազմաթիվ են կիստաներ եւ մեծ չափսերով են, հնարավոր է դա տեսնել, բայց եթե դա լինում է արդեն վերջին ամիսներին, ընդհատելու կամ ինչ-որ բուժելու հարց չի կանգնում։ Իսկ եթե ասենք վաղ շրջանում է։ Վաղ շրջանում, եթե վաղ շրջանում բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել, եթե վաղ շրջանում եք տեսնում եք այդպիսի ծանր ուղեղի ախտավորում, նշանակում է, որ երեխան կենսունակ չի լինի։ Եթե շատ մեծ կիստաներ ու բազմաթիվ են ու վաղ շրջանում է դա երևում, դա մեծ մասամբ դեպքերում լինում է ինֆեկցիաներից, օրինակ ցիտոմեգալովիրուսից, եւ այդ դեպքում խորհուրդ է տրվում ընդհատել հղիությունը։ Բժշկուհի, եւս երկու հարց ենք ստացել էլեկտրոնայինով, հեղինակներից մեկը խնդրում է խոսել նաեւ աուտիզմի ժառանգական բնույթի մասին, եթե կա նման բան, եւ երկրորդ հարցը ցրված սկլերոզի մասին է։ Ցրված սկլերոզը նույնպես համարվում է նյարդամկանային, եթե այս տեսակետից եւ ժառանգական տեսակետից ինչ է ասում։ Առաջինը երևի աուտիզմն է, հա։ Աուտիզմը, այո, վերջին տարիների տենդենսը այնպիսին է, որ այն հիվանդությունները, որոնք առաջ համարվում էին ոչ ժառանգական, գտնվում են բավականին մեծ հիմա արդեն հիմքեր ժառանգականության ինչ-որ փոփոխության հետևանքով առաջացած։ Նույն աուտիզմը շատ հետազոտություններ կան այդ ուղղությամբ, հայտնաբերելու այն գենը, որը պատասխանատու է, բայց մինչ օրս կոնկրետ մեկ կամ մի քանի գեն հնարավոր չէ գտնել, հնարավոր չի եղել գտնել այդ հիվանդների մոտ, որ ասենք, որ այո, կոնկրետ այս խումբ գեները պատասխանատու են աուտիզմի ժամանակ։ Քանի որ մի քանիսն են հայտնաբերված, նույնիսկ մի քանի տասնյակ գեներ, նշանակում է, որ ոչ մեկը միանշանակ չի։ Այսինքն հաստատել եւ մերժել, շղթել, հիմա մենք չենք կարող միանշանակ, որ կան աուտիզմով հիվանդների մոտ կան որոշակի գեների փոփոխություններ, բայց արդյոք նրանք են պատճառ դարձել աուտիզմի, թե ուղղակի այդ հիվանդները ունեն ուրիշ խնդիրներ, դրա եւ որպես հետևանք այդ գենետիկական։ Իսկ ցրված սկլերոզը։ Ցրված սկլերոզի մասին ցավոք սրտի չեմ կարող ասել, որ ինչ որ ինֆորմացիա ունեմ։ Դա նույնպես արտահայտվում է նյարդային հյուսվածքում, ելնային թաղանթի հետ, այո, գլխուղեղի փոփոխություններն են եւ ողնուղեղի փոփոխություններն են, այո։ Մեր գենետիկայի կենտրոնում ցրված սկլերոզի նկատմամբ հետազոտություններ չունենք։ Մենք ավելի շատ պարբերական հիվանդությունն ենք ուսումնասիրում, այս ձեր նշած բոլոր հիվանդությունները։ Դյուշենյան նոսպին, այո, ողնուղեղային։ Անկախ նրանից, թե որքան տարածված են սրանք մեզ մոտ։ Մենք ունենք, այո։ Միևնույն է, այս հետազոտությունները կատարվում են։
Շատ շնորհակալ եմ բժշկուհի հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ մեկ անգամ եւս, եթե հարմար լինի ձեզ հանդիպենք նաև ֆենիլ կետոնուրիայի մասին խոսելու, ես գիտեմ, որ դուք այդ հիվանդությամբ գիտակն եք նաև եւ անդրադառնանք նաև այդ խնդիրներին, թե ինչ են իրենցից ներկայացնում։ Այսօրվա համար շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Խնդրեմ հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում մեր բժիշկ գենետիկ Նաթելլա Կոստանդյանը եւ մենք խոսում էինք նյարդամկանային ժառանգական հիվանդությունների մասին, ճիշտ է սրանք խնդիրներ են, որ շատ հաճախ չեն հանդիպում մեզ մոտ մեր պոպուլյացիայում, հա, գուցե ուրիշ երկրներում ավելի հաճախ են հանդիպում, չգիտեմ, համենայն դեպս սրանք խնդիրներ են, որ հանդիպում են ընտանիքներում եւ շատ լուրջ խնդիրների խնդիրների առջև են կանգնեցնում ծնողներին եւ ես որքան հասկացա, ավելի շատ այս հետազոտություններն ուղղվում են նույն ընտանիքում մյուս երեխաների առողջության մասին տեսակետ կազմելու, գնահատական տալու եւ կամ այդ նույն երեխայի, որը կրում է տվյալ գեները, կրում է այդ հիվանդությունը, արդյոք ծնողը, ընտանիքը որոշում է, որ երեխան պետք է ծնվի, թե ընդհատում են հղիությունը, սրանք իհարկե շատ ծանր հարցեր են եւ ընտանիքում որոշելու հարցեր։ Համենայն դեպս ինֆորմացիան, ինչ այսօր բժշկուհին փոխանցեց մեզ, շատ օգտակար էր։ Այս շաբաթվա համար մենք այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք երկուշաբթի մեր նույն ժամին, մինչ հանդիպում առողջ եղեք։